Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, մայիսի 3։ Նա արագահաս օգնական է նեղությունների մեջ, Սաղմոս 46-րդ գլուխ առաջին խոսք։ Ուխտի օրհնությունները տրված չեն մեզ պարզապես տեղեկանալու համար, այլ որպեսզի մենք օգտվենք դրանցից և յուրացնենք դրանք։ Նույնիսկ մեր Տեր Հիսուսն է մեզ տրված որպես մեր ներկա օգնական։ Թանկագին հավատացյալ, դու չես օգտվում Քրիստոսից այնպես, ինչպես պետք է։ Երբ նեղության մեջ ես, ինչու նրան չես պատմում քո վշտի մասին։ Միթե նա կարեկցող սիրտ չունի, և միթե չի կարող մխիթարել և հանգստացնել քեզ։ Բայց ոչ, դու դիմում ես քո բոլոր ընկերներին, բացի քո լավագույն բարեկամից, և քո պատմությունը պատմում ես ամենտեղ, բացի Տիրոջ գրկից։ Արդյոք բեռնավորված ես այսօրվա մեղքերով։ Ահա նրա արյան շատրվանը, օգտվիր դրանից, ով սուրբ, օգտվիր։ Արդյոք մեղավորության զգացումն է վերադարձել ու ճնշում է քեզ։ Հիսուսի ներող շնորհքը նորից ու նորից կարդարացնի քեզ, անմիջապես նրա մոտ գնա քո մաքրության համար։ Արդյոք սգում ես քո տկարության համար։ Նա է քո զորությունը, ինչու չապավինել նրան։ Մերկ ես զգում քեզ, այստեղ եկ, ով հոգի, հագիր Հիսուսի արդարության պատմուճանը, մի կանգնիր հեռվից նայելով նրան, մոտ եկ ու հագիր այն, հանիր քո սեփական արդարությունը և վախերդ նույնպես, հագիր այդ գեղեցիկ ճերմակ բեհեզը, որովհետև այն դրա համար է նախատեսված։ Հնչեցրու գիշերային աղոթքի զանգը և կանչիր սիրելի բժշկին, նա քեզ դեղ կտա, որը կապաքինի ու կվերականգնի քեզ։ Դու գուցե աղքատ ես, բայց մի ազգական ունես, շատ հարուստ մի մարդ։ Եվ ինչ, միթե չես գնա նրա մոտ և չես խնդրի, որ իր առատությունից բաժին տա քեզ, թեև նա խոստացել է, որ դու ժառանգակից ես լինելու իրեն և ամեն ինչ, որ ունի, քոնն է դարձրել։ Քրիստոսին ոչինչ այնքան չի վշտացնում, որքան այն, որ իր ժողովուրդը մակերեսային վերաբերմունք է ցուցաբերում իր հանդեպ և չի օգտվում իր բարեգթությունից։ Նրան դուր է գալիս աջակցել մեզ, և որքան շատ բեռներ մենք հանձնենք նրան, այնքան ավելի թանկ կլինի նա մեզ համար։ Եկեք պարզ լինենք մեր Սուրբ Տիրոջ հետ, որ պարտված չարը հեռանա անհետ, որ վախի հոգին մեզ չմոտենա, որ Բեթխեհեմը չդառնա Սինա։